Գյումրու հայտնի մեր մանկության տանգոյի կամ Վառեմ Մարեմի շենքում Տաշիր բարեգործական հիմնադրամի ներդրումներով շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, նպատակ ունենալով պահպանել շենքի պատմական տեսքը եւ դարձնել այն մշակութային քաղաքին հարիր կենտրոն։ Տաշիր հիմնադրամի ներկայացուցիչ եւ մեր ձևով շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանը, շարժման անդամներն ու համակիրները մեր ձևով շարժման Գյումրու գրասենյակի բացումից հետո քայլերթով այցելել են շինհրապարակ, հետևելու աշխատանքների ընթացքին։ Նարեկ Կարապետյանի խոսքով աշխատանքներն ընթանում են կայուն տեմպերով եւ առանց լուրջ խոչընդոտների։ Գյումրի այս ճարտարապետական ամբողջ արժեքը պետք է մենք փորձենք ռեստավրացիայի ենթարկենք հին շենքերը ու վերադարձնենք իր հիմնական տեսքը, որը շատ կխրախուսի ներգնա туриզմին, նաև մեր հյուրերի համար էլ Հայաստան եկող, որ բացի Երևանից ուրիշ քաղաքներ կան, որովհետև միլիոնավոր մարդիկ գալիս են Հայաստան եւ հնարավորություն կունենան նաև տեսնել մեր երկրորդ քաղաք։ Շինարարներն արդեն ավարտին են հասցնում ամրակայման փուլը, իսկ հաջորդ փուլում շենքը կմտնի լիարժեք հիմնանորոգման փուլ։ Ինչպես նշեց Ռուբեն Մխիթարյանը, աշխատանքների ավարտը նախատեսվում է առավելագույնը 2 տարում։ Փոքր տեխնիկական խնդիր կար բալկոնի ապամոնտաժման, դա նույնպես լուծվել է, ապամոնտաժել ենք։ Ամրակայման աշխատանքներից հետո հավելյալ աշխատանքները կտարվեն։ Մի պահ է առանց բալկոններով, բայց այդ զողողությունը հաստատարժի, որ շատ մոտ ապագայում ունենանք հավատացում ցես աշխարհահռչակ տուրիստական վայր։ Մխիթարյանի խոսքով շինաշխատանքները կատարվում են բոլոր անվտանգության եւ հակահրդեհային նորմերի պահպանմամբ։ Արդեն վերանորոգված շենքը կդառնա ինչպես Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, այնպես էլ կնախատեսվեն մի շարք սենյակներ մշակութային միջոցառումների ու ցուցադրությունների, հանդիպումների կազմակերպման համար։ Բոլոր հնարավոր օրինական եւ հիմնավոր գործողությունները մեր կողմից կատարվում են, չունենալու, որպեսզի չունենանք որևիցե խնդիր, որևիցե դեպք, որը կարող է ազդել շինաշխատանքների վրա։ Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո շարժման անդամները այցելեցին նաև Գյումրու Վլադիլյան Պալյանի կամ Սիրեմգ պուրակ, որը Տաշիր հիմնադրամի աջակցությամբ բարեկարգվել էր դեռևս 2019 թվականին։ Պուրակը, որ գյումրեցիների ու հյուրերի սիրելի վայրերից մեկն է դարձել, այսօր եւս խորհրդանշում է հիմնադրամի շարունակական ուշադրությունը Գյումրու մշակութային ու համայնքային կյանքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։